Եվ այսպես Վլադիմիր Պուտինը կպատմի 44-օրյա պատերազմի նրբերանգները, մանրամասները, անհայտ էջերը կներկայացնի, հարգելի հեռուստադիտողներ, եթե ձեր անունը Ալեն Սիմոնյան չէ, Նիկոլ Փաշինյան չէ, Արարատ Միրզոյան չէ, Վահագն Ալեքսանյան չէ, Վահագն Խաչատուրյան չէ, եթե դուք ֆիկտիվ հանրապետական Գևորգ Պապոյան չեք, դուք տեսնում եք, որ օնլայն ռեժիմով հայ-ռուսական հարաբերությունները ապրում են այն տեսակ վերափոխում, որը մեղմ ասած բարդ է անվանել այլ կերպ, քան ճգնաժամ։ Ռուսական կողմը տարբեր պաշտոնյաների շուրթերով, տարբեր պետական գերատեսչությունների կողմից հնչեցված գնահատականներով գնահատում է, վերանայում է հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ փաթեթը, այսպես ձևակերպենք, եւ տարբեր ոլորտային գնահատականներ է տալիս, ինչից ամենից իրականում սկսվեց ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը որոշեց ոչ թե պրոտոկոլային հայտարարություններ անել, այսինքն պարզապես խոսալ հայ-ռուսական հարաբերություններում առկա դրականի մասին, այսինքն օրինակ ապրանքաշրջանառության մասին, տուրիստական հոսքերի մասին եւ այլ նմանատիպ հարցերի մասին, այլև գնահատական տվեց հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ ընդհուպ միջև նրան, որ Հայաստանի քաղաքական դաշտում կան քաղաքական գործոններ, որոնք Ռուսաստանում համարում են իրենց ընկերներ եւ ռուսական կողմը կարծում է, որ արդար կամ լավ կլիներ, որ հայ ժողովուրդը ունենար հնարավորություն արդար ընտրություններով որոշել իր ապագան, այսինքն դա արդեն իսկ պետք է ազդակ լիներ նրան, որ լուրջ խնդիրներ կան հայ-ռուսական հարաբերություններում եւ ստում են բոլոր այն պաշտոնյաները կամ ճակերտավոր վերլուծաբանները, որոնք ասում են ոչ մի ճգնաժամ էլ չկա, հայ-ռուսական հարաբերություններում որևիցե խնդիրներ չկան, հունիսի 8-ին էլ, եթե Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին վերընտրվում է, որևիցե փոփոխություն չի լինելու, ոնց հարաբերություններ կային, տենց էլ հարաբերությունները շարունակելու են, այս ամենը հոդս ցնդեց։ Պուտինի հայտարարությունից հետո եղավ Օվերչուկի ծավալուն հարցազրույցը, դրանից հետո եղավ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի եւս ծավալուն ոլորտային գնահատականը հայ-ռուսական հարաբերությունների։ Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից եղավ նաեւ գնահատական առնվազն երկու կարևորագույն հարցի միջպետական հարաբերություններում, խոսքը վերաբերվում է Հարավկովկասյան երկաթուղիներին եւ հայկական ատոմակայանին, ինչ են ասում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից, իրենք վերահաստատում են այն ամենը, ինչը մի շարք փորձագետներ էին ասում կամ այլ պաշտոնյաներ էին ասում, պատգամավորներ էին ասում, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում վաճառել Հարավկովկասյան երկաթուղիների կոնցեսիոն կառավարման պայմանագիրը այլ կողմին, այսինքն իրենք չեն հրաժարվելու հայկական երկաթուղիներից, իրենք չեն ուզում տարածաշրջանից Հայաստանի Հանրապետությունից դուրս գան, ավելին ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ 2008 թվականից ի վեր ավելի քան 30 միլիարդ ռուբլու ներդրումներ է կատարել ռուսական կողմը Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության մեջ, այսինքն ռուսական կողմը հստակ նաև ցույց է տալիս այն, թե ինչ է իրականացրել վերջին տարիների ընթացքում, արձանագրելով, որ ինքը չի ուզում հրաժարվել նրանից, ինչը նաև ինքն է կառուցել։ Երկրորդ ոլորտային գնահատականը վերաբերվում էր ատոմակայանին եւ այնտեղ ինչն էր կարևոր, նշվում է, որ Ռոսատոմը Հայաստանի Հանրապետությանը տարբեր տեսակի ատոմակայաններ կառուցելու հնարավորություն է տվել, առաջարկներ է տվել եւ առաջարկներ այնպիսին են եղել, որ մոտ 1 տարով Հայաստանի Հանրապետությունը կարող էր իր էներգակիրների հետ կապված հարցը գոնե էլեկտրաէներգիայի վերաբերյալ կարողանալ ֆունդամենտալ առումով լուծել, բայց Հայաստանի Հանրապետությունը այլ ճանապարհով է գնում, նկատենք, հարգելի հեռուստադիտողներ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հունգարիան Եվրամիության անդամ է, ՆԱՏՕ-ի երկիր է, բայց նույնիսկ իրենք են դիմում Ռուսաստանի Դաշնությանը իրենց երկրներում կառուցել ատոմակայաններ, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները Նիկոլ Փաշինյանը J.D. Vance-ի հետ համատեղ նկարի համար պատրաստ են հրաժարվել Ռոսատոմի առաջարկներից, մի քանի միլիարդ դոլար վճարել, իշխանությունը ասում է 5 միլիարդ, ավելի անդիմադիր հայացքներ ունեցող անձիկ ասում են, որ Հայաստանը ոչ թե 5 միլիարդ, այլ 9 միլիարդով է գնելու Ամերիկայի Միացյալ Նահանգներից չփորձարկված մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան, ինչևէ արձանագրենք, որ Ռոսատոմից կա առաջարկ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը արձանագրում է, որ այդ առաջարկը կա, ինչպես նաև ասում է, որ սակագնային առումով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բավականին շահավետ առաջարկ էին ստանալու, եթե այդ ատոմակայանը կառուցվեր, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշեցին այլ ճանապարհով գնալ, այսինքն արձանագրենք էներգետիկա, լոգիստիկա, տնտեսություն, այսինքն ծավալուն
առումով Ռուսաստանի Դաշնության իշխանությունները մեր հարաբերությունների ամբողջ, այսպես ասած, ծավալով ներկայացնում են հայ-ռուսական հարաբերություններում արկա կնճռոտ հարցերը, արձանագրում են, որ իրենք հրաժարվում են ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, որը վերջնարդյունքում Հայաստանը մասը դարձնելու մի ինտեգրացիոն միավորման, որը թշնամական է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, խոսքը վերաբերում է թե թուրքական աշխարհին, թե Եվրամիությանը, միևնույն ժամանակ մենք պետք է նաև հասկանանք հետևյալը, որ բացի նշված ոլորտներից Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետությունը ունի նաև անվտանգային առումով համագործակցության բավականին ծավալուն փաթեթ, եկեք այսպես ձևակերպենք, եւ երբ որ խոսում ենք անվտանգային առումով համագործակցության մասին, առաջին հարցերից մեկը, որը երևի արդար է, ազնիվ է, ներկայիս պատմական փուլում քննարկել, վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Իսկ պատկերացնում եք, եթե մի օր Ռուսաստանի Դաշնության նախագահը Վլադիմիր Պուտինը, ինչպես ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բավականին անկեղծ գնահատականներ տվեց եվրոպական նկարտումների վերաբերյալ, ինչու են ճակերտներ ցույց տալիս, որովհետև այդ նկարտումները դեպի թուրքական աշխարհ են ու քանիցս սրա մասին ասել ենք։ Պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնության նախագահը մի օր ընտրություններից առաջ, ինչպես օրինակ իրենք մայիսի 28-29-ին հնարավոր է որոշում կայացնել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունում մնալ չմնալու վերաբերյալ կամ գործընթաց ինչ որ նախաձեռնեն դրա վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության նախագահը մի օր որոշի եւ պատմի ինչ է եղել միջև 44-օրյա պատերազմը, ինչ առաջարկներ են եղել սեղանին, ինչից է հրաժարվել Նիկոլ Փաշինյանը, պատերազմական գործողությունների որ օրվանից սկսած ռուսական կողմը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղապահներ մտցնել տարածաշրջան, մտցնել Արցախի հանրապետություն, խաղաղապահների բազանել, միգուցե պարզվի, որ պետք է լիներ հայկական Շուշին, միգուցե այս ամեն ինչ ռուսական կողմը մանրամասն ներկայացնի, թե ինչ առաջարկներ են եղել ռուսական կողմից, ով է խախտել հրադադարը 44-օրյա պատերազմի ժամանակ, որը ձեռք էր բերվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ, միգուցե Ռուսաստանի Դաշնությունը ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրի հոկտեմբերի 19-ին առաջ քաշված իր առաջարկների վերաբերյալ, որոնցով մենք կարող ենք կանգնեցնել պատերազմական գործողությունները, Շուշին հադրութը կմնային հայկական եւ մոտ 2000 զոհ մենք չէինք ունենա։ Պատկերացնում եք, եթե մի օր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հատկապես ընտրություններից առաջ որոշի այս ամեն ինչի վերաբերյալ հստակ, փաստարկված գնահատականներ տա, եւ իրականությունը նաեւ կայանում է նրանում, ամփոփելով մեր այսօրվա զրույցը նշենք, իրականությունը կայանում է նրանում, որ հայ ժողովուրդը ունի իրավունք իմանալ ճշմարտությունը, ինչպես հայ ժողովուրդը ուներ իրավունք իմանալ, որ Ռոսատոմը բավականին շահավետ առաջարկ է անում հայկական կողմին, թե հայկական կողմը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն իրավունք իմանալ, թե Հարավկովկասյան երկաթուղիներում ռուսական կողմը ինչ ներդրումներ է արել, տնտեսական առումով հայ-ռուսական հարաբերությունները ինչ օգուտ են բերում Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիներին, նույն կերպ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն իրավունք իմանալ, թե ինչ է առաջարկվել Ռուսաստանի կողմից մինչև 44-օրյա պատերազմը, 44-օրյա պատերազմի ժամանակ կամ 44-օրյա պատերազմից հետո եւ ինչն է մերժել պերսոնալ Նիկոլ Փաշինյանն ու պատկերացնում եք, եթե այս ամեն ինչ օրինակ տեղի ունենա մինչև ընտրությունները, մտածեք այդ մասին։